Արդեն քանի օր է տուն գնալուց ինձ ինչ-որ մեկը հետևում է, իսկ երբ գնում եմ տուն և պառկում եմ քնելու, տանս ինչ-որ ոտնաձայներ եմ լսում, և նմանատիպ բազում տարօրինակ և սարսափելի նամակներ եմ ստացել հենց ձեր կողմից, որոնք այսօր կարդալու ենք միասին և փորձելու բացահայտել։ Բայց մինչ վիդեոին անցնելիք խնդրեմ փոքրացրեք վիդեոն, բաժանորդագրվեք, ալիքին դրեք լայքեր, որպեսզի շատ շուտով հասնենք 20,000 բաժանորդի։ Դե ինչ անցանք նամակները կարդալու։ Ուրեմն, կարդում եմ առաջին նամակը։ 22 տարեկան եմ, ամուսնացած եմ, մոտ 4 ամիս առաջ հղի էի, երեխաս 6-ից 7 ամսական էր, ու անընդհատ երազներ էի տեսնում տարբեր։ Մի անգամ էլ շատ տարօրինակ երազ տեսա։ Երազումս ինչ-որ տարօրինակ արարած կար, անընդհատ փորձում էր վերմակս բացել, իսկ ես պինդ սեղմել էի, որ չբացի։ Ամեն ինչ այնքան իրական էր, ոնց որ երազ չլիներ։ Հետո բացեց վերմակս ու փորից մոտ շատ բարձր ու վախենալու ձայնով ճչաց։ Էսպիսի երազ մոտ 2 անգամ եմ տեսել։ Դրանից հետո հերթական բժշկի այցի ժամանակ ասեցին, որ երեխան խնդիրներ ունի գլխուղեղի շրջանում։ Այդ դեպքից որոշ ժամանակ անց 2 տարբեր երազներ եմ տեսել։ Երկուսի մեջ էլ հրեշտակներ էին, սպիտակ շորերով ու բարի։ 8-րդ ամսում իմացա, որ երեխայի սիրտը կանգ է առել։ Ես այս ամեն ինչը կապում եմ իրար հետ ու վստահ եմ, որ այս ամենը պատահական չի եղել։ Հենց առաջին պատմությունը շատ տարօրինակ ու զարուրելի պատմություն է, պատկերացնում եք, չգիտեմ ինչ ասեմ, եթե իրոք 22 տարեկան է գրողը, ուրեմն համարյա վստահ եմ, որ իրական է պատմությունը ու շատ հետաքրքիր է անկեղծ ասած ու շատ ցավալի է։ Անցնենք հաջորդ պատմությանը։ Մայրիկիս տատիկի մահճակալի կողքին մի հատ ծեր տատիկի նկար էր կախված, վրան էլ խաչ։ Մայրիկս ասել էր, որ այդ նկարի միջինը իր տատիկի գյուղից էր և որ իրեն սուրբ էին ասում։ Հակագծերում գրել է Վանգայի նման մեկն էր, այսինքն գուշակություններ էր անում։ Ինքը ամեն ինչ տեսնում էր, հա։ Իրա մասին մայրիկիս տատիկը շատ պատմություններ է պատմել, բայց այս մեկը ես չեմ մոռանում։ Երբ այդ տատիկը մահանում է, նրա քույրը երազ է տեսնում։ Երազի մեջ տատիկը իր քրոջը ասում է. «Ինչի եք ինձ ջրի մեջ թաղել, ես խեղդվում եմ»։ Դրանից հետո գնում են և գերեզմանը քանդում ու տեսնում, որ նրա դագաղը ամբողջությամբ ջրով է լցված։ Ժողովուրդ, անկեղծ ասած, ես միշտ չեմ հավատացել այդ Վանգային, ինչքան էլ որ YouTube-ում կան տենց բացահայտող տեսանյութեր, որ իր ասածները կատարվել են իրականում, միևնույնն է, ես միշտ կասկածով եմ մոտեցել տես պատմություններին, սակայն այս պատմությունը իրոք շատ առեղծվածային էր ու պատկերացնում եք, երազի մեջ է եկել այդ տատիկը ու ասել, որ ես խեղդվում եմ ջրի մեջ ու գնացել ու տեսել եմ, որ իրոք դագաղը ջրով է լցված։ Ինչ պատմություններ են, կարդում ենք 3-րդ պատմությունը։ Մի օր, երբ ես ու եղբայրս դրսում էինք, մի հատ տղա ավտոմեքենայով մոտեցավ և խնդրեց, որ նստենք ու ճանապարհը ցույց տանք, բայց մենք չնստեցինք, ուղղակի ցույց տվեցինք ճանապարհի տեղը։ Հետո նա ասաց, արի նստի, նորմալ ցույց տուր, ասեցինք ոչ, ու այդ պահին ավտոյից իջնում են 2 տղա, ձեռները թաշկինակ, վրան կանաչ նյութ քսած ու փորձում էին մոտեցնեն քթներիս, բայց փախանք մտանք կողքի տուն։ Անկեղծ ասած, ես հավատում եմ այս պատմությանը, ինչու, որտև հələ Հայաստանում քիչ են, բայց հիմնականում Ամերիկայում երևի թե սենց պատմությունները շատ են, ես կարող ուղղակի պատկերացնես, թե հաջորդ վայրկյանին քեզ ինչ տեսակի մարդ կհանդիպի։ Այնպես որ աշխատեք շատ քիչ անծանոթ մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնեք։ Կարդում եմ 4-րդ պատմությունը։ Ուրեմն, մի անգամ ես տանը գիշերը նստած էի ու հանկարծ լսեցի ինչ-որ մեկի ձայնը և արագ երկրորդ հարկից իջա ներքև ու պատուհանից երևաց ինչ-որ մեկի հոգին, սպիտակ շորերով ու արագ փակեցի տան բոլոր դռները։ Այս պատմությանը այդքան էլ չեմ հավատում, այսինքն ոչ թե չեմ հավատում, որ իրական է պատմությունը, այլ չեմ հավատում, որ իրոք հոգի է եղել։ Հնարավոր է, որ այդ ինչ-որ մարդ է եղել կամ
օրինակ դու երևակայել ես կամ ուղղակի աչքի տա թվացել, չգիտեմ, անձամբ ես չեմ հավատում հոգիների գոյությանը, 3 կոմենտների բաժնում դուք հավատում եք թե ոչ։ Ու նաև կցանկանամ ասել, որ հնարավոր է լինի այս տեսանյութի երկրորդ մասը, այնպես որ կոմենտների բաժնում թողեք ձեր պատմությունները, որոնք անպայման կկարդամ երկրորդ մասը։ Կարդում եմ 5-րդ պատմությունը։ Ես 3 տարեկան էի, երբ պապաս մահացավ։ Չեմ հիշում ինչքան ժամանակ էր անցել պապայիս մահից հետո, բայց մի օր մամաս եղբայրներիս հետ այգում գործ էին անում, իսկ ես տանն էի։ Լսեցի, որ աղբերս կանչում է ինձ։ Տանից դուրս եկա ու ասեցի, որ պապային են տեսել սպիտակ շորերով, որը միշտ հագնում էր։ Նստած էր տան կտուրին ու իրենց էր նայում։ Մաման, որ ընդհանրապես չէր հավատում տենց բաների, ինքն էլ հասկանում էր։ Ու այդ օրվանից մտածել եմ, որ միշտ հսկում եմ էր։ Շնորհակալ եմ կարդալու համար։ Ընդհանրապես մեկնաբանություն չունեմ տալու այս պատմությանը։ Գրեք ձեր կարծիքը կոմենտներում, հնարավոր է արդյոք այսպիսի բան թե չէ։ Եթե երեխաները տեսած լինեին, ես կասեի, որ այդ ուղղակի իրանց աչքին է երևացել, բայց ասում եմ, որ իրանց մաման էլ հաստատում է այդ պատմությունը։ Կարդում եմ հաջորդ պատմությունը։ Ես փոքր էի, 6 տարեկան։ Երբեք չեմ հավատացել, որ գոյություն ունեն բարի եւ չար հոգիներ։ Ես էլ։ Բայց ինչքան մեծանում եմ ու հիշում եմ այս պատմությունը, ավելի եմ համոզվում, որ չկան, այսինքն թե կան։ Մորական պապիկիս տանն էինք, մահամերձ պառկած էր մամայիս տատիկը, այն սենյակում, որն ուներ ամենադժվար փակվող ու ծանր դուռը, որը գրեթե չեմ փակել։ Ինքը քնեց։ Սենյակից դուրս եկանք հյուրասենյակում էինք։ Լույսերը մի պահ թարթվեց ու մի սպիտակ հոգի կարծես գնաց տան դռան մոտ ու դուրս եկավ տնից։ Այն ծանր դուռը շատ ուժեղ փակվեց։ Փակագծերի մեջ գրել է. ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ այդ սենյակը հյուրասենյակից 2 աստիճան էր վերև ու մենք դա տեսել ենք։ Հետո գնացինք, բացեցինք ու տեսանք, որ իր դարակի վրա դրված աստվածաշունչը փակ է ու այդ կինը մահացել է։ Ես շատ վախեցա ու մինչ այսօր չեմ հավատում, որ այդպիսի բաներ իրականում գոյություն ունեն։ Ինչ ասեմ։ Եթե այս 3 դրվագը այդ հոգին տեսնելը, աստվածաշունչը փակվելը ու այդ կնոջ մահը կապենք իրար, ստացվում է, որ ինչ է ստացվում։ Շատ հետաքրքիր ու միաժամանակ զարուրելի պատմություններ։ Այս կոմենտի վերջում ասում է, որ ինքը այդ բայից սկսած չի հավատում այդպիսի բաներին, բայց իր պատմությունից ելնելով ես, եթե իմ հետ աստվածչան այդպիսի բան լիներ, ես հակառակը կսկսեի հավատալ։ Կարդում եմ երևի թե մեր այսօրվա ամենազարուրելի պատմությունը, որից հետո ձեր կյանքը էլ առաջվանը չի լինի։ Ես դուրս եկա պետքարանից եւ մոռացա լվացվել։ Եվ այո, այսպիսի տարօրինակ կոմենտները նույնպես շատ էին։ Դե այսքանն էր մեր այսօրվա տեսանյութը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, էլի եմ ասում, եթե ունեք այսպիսի պատմություններ, իրական պատմություններ, ապա գրեք կոմենտների բաժնում եւ եթե այս տեսանյութը ձեզ դուր գա, ապա երկրորդ մասում անպայման կկարդամ ձեր կոմենտները։ Դե ինչ, ձեզ հետ էի ես Ալեքսը, լավ մնացեք, տեսություն։